Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նա ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների հետ։ Վարչապետ Սեբաստիան Լկորնիոյի կառավարությունը նախատեսում է ջանքեր գործադրել Ֆրանսիայի բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում 31 միլիարդ եվրո խնայելու համար, հաղորդում է Տրիբունը։ Ավելի վաղ Լկորնիոն հայտարարել էր, որ Ֆրանսիայի 2026 թվականի բյուջեի նախագիծը երեքշաբթի օրը կներկայացվի նախարարների խորհրդին։ Նախագծով առաջարկվում է գանձապետարանի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4.7%-ը և պարունակում է համարձակ տնտեսական միջոցառումներ։ Մեր տվյալներով հաջորդ տարվա վերջին 4.7% մակարդակին հասնելու համար կառավարությունը մտադիր է խնայել 31 միլիարդ եվրո, այդ թվում 17 միլիարդ եվրո ծախսերի և գրեթե 14 միլիարդ եվրո նոր եկամուտների տեսքով, նշում է Տրիբունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի հետ խաղաղության և երկխոսության ցանկության մասին հակասում են Վաշինգտոնի թշնամական գործողություններին Թեհրանի նկատմամբ, կարծում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Մեկ օր առաջ Թրամփը ելույթ ունենալով Իսրայելի Կնեսեթում ասել էր, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ և որևէ թշնամանք չեն տածում նրա ժողովրդի նկատմամբ։ Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահի կողմից խաղաղության և երկխոսության ցանկության արտահայտությունը հակասում է Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ ձեռնարկված թշնամական և հանցավոր գործողություններին, ասում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Time ամսագիրը իր լուսանկարը շապիկին հրապարակելու համար։ Time ամսագիրը բավականին լավ հոդված գրեց իմ մասին, բայց լուսանկարը, որը ընտրվել էր, հնարավոր է ամենավատն էր։ Նրանք ջնջել են իմ մազերը, ապա գլխից դրել ինչ-որ բան, որը նման էր լողացող թագի, բայց շատ փոքր էր։ Շատ տարօրինակ է, այս լուսանկարը բացարձակապես սարսափելի է և պետք է խստորեն քննադատվի։ Ինչ են նրանք անում և ինչու, հայտնել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփի ղեկավարած ԱՄՆ վարչակազմին Գազայի հատվածում հրադադարի համար և հույս հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղ ապագայի համար։ Այժմ Միացյալ Նահանգների և աշխարհի աջակցությամբ Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության ճանապարհին, որը հուսով եմ երկարատև կլինի և խաղաղության, արժանապատվության ու անվտանգության ապագայի ճանապարհին ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց աշխատանքի համար, հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը։ Նա նաև նշել է իր վարչակազմի ջանքերը պատերազմը դադարեցնելու, իսրայելցի պատաններին գերությունից վերադարձնելու և պաղեստինցի քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Նախկին նախագահը ընդգծել է, որ համաձայնության հասնելու ճանապարհը հեշտ չէր։ Բայդենը հայտնել է, որ թեթևացած է հրադադարի, անհավանական դժոխքի միջով անցած իսրայելցիների և անհարմար կորուստներ կրած Գազայի քաղաքացիական բնակչության տուն վերադառնալու լուրից։ Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Այս հարցը հնարավորություն կընձեռնի ընդգծել կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Նախատեսված է այց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունիքի մարզ Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է
Հատկապես 2026 թվականին կենսաբազմազանության COP17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում Թագուին կծանոթանա Forest Armenia-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը եւ մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։ Նախատեսված է նաեւ այց մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։ Թագուին Հայաստանում կքննարկի նաեւ փախստականների տնտեսական եւ սոցիալական ներառման հետ կապված հարցեր։ Թագուին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ, քննարկելու երկրի առաջնահերթությունները, կայուն զարգացման նպատակների իրագործման եւ 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնել էր Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը որոշում է կայացրել դուրս գալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է. Հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Պարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը փոխադարձարգանքով, ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ դեռևս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Ավելի ուշ ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաեւ Ռազմիկ Մկրտչյանը, այնուհետև նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ ԿՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող տնային կալանքի տակ գտնվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը դատարանն այսօր փոխել է, կիրառելով վարչական հսկողություն համակցված բացակայելու արգելքով։ Մեղմացվել է նաև գործով անցնող կնոջ Տաթևիկի խափանման միջոցը, կիրառվել է ավելի մեղմ միջոց։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի դեմ արտեմ հանդիպումը։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել են մի շարք հարցերի։ Արարատ Միրզոյանը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին խոսելիս հույս է հայտնել, որ նրանք ազատ կարձակվեն։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ այս պահի դրությամբ եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Նա ընդգծել է հույս ունի, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կլինեն։ Նա նշել է, որ չեն դադարեցնում իրենց ջանքերը եւ բառացիորեն 3 Շարմ-էլ-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում ադրբեջանցի գործընկերների հետ կրկին քննարկել են այս հարցը, հույս ունենալով, որ այդ ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, ապա Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը սահմանադրությունը փոխելու պարտավորություն չի ստանձնել եւ չի ստանձնելու։ Ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր խորհրդով, թե ինչպես պետք է բարեկեցիկ ապրել։ Նա դրան հասնելու 3 կարևոր կետ է նշել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղիչ համար։ Նշենք, որ Իռլանդիա-Հայաստան մրցավեճը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Մերձավոր Արևելքում պատերազմները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իսրայելցի պատանների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն իհարկե լավ գործ է, բայց դա ոչինչ չի լուծի, մինչև չստեղծվի լիարժեք Պաղեստին պետություն։ ՄԱԿ-ի հայտնի բանաձևերին համապատասխան, կրկնում եմ, ոչինչ չի փոխվի։ Պատերազմը շարունակվելու է, բոլորը դա հասկանում են, հայտարարել է Պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Թրամփն այս մասին հայտնել է հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող խոսել Ուկրաինայի անունից, բայց Պուտինը հարգում է նրան, եւ նա իմ ընկերն է, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 2028 թվականին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզության ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկին, փոխանցում է TSH-ը։ Երրորդ համաշխարհային պատերազմը սարերի հետևում չէ։ Բրիտանացիները բարձրագույն ռազմական կաբինետներում կանխատեսում են երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 2028 թվականին։ Փախչես թե ոչ, ամբողջ արևելյան Եվրոպան կրակի մեջ կլինի, երբ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը։ Բալթյան երկրները, Լեհաստանը կբախվեն այն ամենին, ինչին հիմա մենք ենք բախվել։ Ռուսաստանը կանգ չի առնի, կարծում է զինվորականը։ Ուկրաինային Թոմահաուք հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Սրա մասին տելեգրամյան ալիքում հայտարարել է անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Թրամփը սպառնացել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, ապա նրա համար դա վատ կավարտվի։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին հենց Թրամփի, հայտնել է Պաշտոնյան։ Նա հստակեցրել է, որ թռիչքների ժամանակ անհնար է տարբերել սովորական եւ Թոմահաուք միջուկային հրթիռները։ Ընդ որում արձակումն իրականացնելու է ոչ թե Ուկրաինան, այլ ԱՄՆ-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցույց է տալիս դիվանագիտության իր պատրաստակամությունը։ Այո, Fox News-ին ասել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը ցույց է տվել դիվանագիտական միջամտության պատրաստակամության որևէ նշան։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում տեղադրվել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ արտաքին գործերի պետնախարար Ստիվեն Դաութիի հայտարարությունը Ադրբեջանին եւ Հայաստանին զենք մատակարարելու էմբարգոյի վերացման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցող նշանակալի զարգացումների եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացին Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացրեց եռակողմ գագաթնաժողով Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր եւ ստորագրվեց հռչակագիր։ Փաստաթղթերը ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ եւ պարտավորություն ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հաղորդակցությունը հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն եւ կայունություն։ Այս առումով մենք մեր հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, առևտրի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում ամեն տարի նախարարական հանդիպումների միջոցով։ Օգոստոսի 24-ից 26-ը ես այցելեցի երկու երկրներ, վերահաստատելու աջակցությունը եւ քննարկելու գործնական քայլերը։ Մենք աջակցեցինք Մինսկի խմբի լուծարմանը։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը, կարծում ենք, որ 1992 թվականին ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարման վրա դրված էմբարգոն։ Սա մեծ հնարավորություն կտա զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ օգնել երկրներին պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հիբրիդային սպառնալիքներին արձագանքը։ Արտահանման լիցենզիաները կվերանայվեն անհատապես խիստ չափանիշների համաձայն։ Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հույս ունենք, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման համար ճանապարհ կհաղթի։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ այլ գործընկերների հետ այս փոփոխություններին ու տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար։
Հունիսից սկսած գերիների վիճակի մասին տեղեկություն չունենք, տեսակցություններն արգելված են։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է իրավապաշտպան Եվրոպական դատարանում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա անդրադարձել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցմանը, խոսելով դրանից բխող հետևանքների մասին։ Այս ընթացքում նաև նրանք զրկված են մարդասիրական աջակցությունից, նշեմ, որ Կարմիր խաչի գործունեության շնորհիվ ընտանիքները նաև հանձնուկներ էին կարողանում ուղարկել, ինչը բնականաբար վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն գոնե փոքրականակ ծխախոտ, սնունդ, հագուստ հնարավոր էր տրամադրել։ Դա առհասարակ արգելված է եւ վերջին զրույցներից էլ մենք գիտենք, որ սննդի եւ առհասարակ հագուստի հետ կապված խնդիրներ կան, որոնք հասկանալի է, որ ադրբեջանական կողմը չի լուծում սեփական ռեսուրսներով։ Հեռախոսազանգերի կարճատև հնարավորությունը պահպանված է, բայց ուժեղ վերահսկողությամբ, սակայն տեսակցություններ գոյություն չունեն եւ տեսակցություններն են այն միակ միջոցները, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել եւ անմիջական տեղեկություններ ստանալ անձանց պայմանների, առողջականի եւ հոգեբանական վիճակի վերաբերյալ եւ մենք կարող ենք արձանագրել, որ խիստ խոցելի եւ բացարձակ մեկուսացվածության պայմաններում են հայ պատանները։ Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, եթե ժողովուրդը չընդուներ այս իշխանությունը երբեք չէր վերընտրվի։ Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, թե ինչ պատկեր է սպասվում, ապա Հայկ Մարտիրոսյանը շարունակել է պնդել, որ այս իշխանությունը վերընտրվելու է, ներկայացնելով հիմնավորումներ։ Եթե այս իշխանությունը ամեն ինչից հետո իշխանություն է մնացել, ել չեմ ասում, որ վերընտրել են, դրա մասին դեռ չենք խոսում։ Ուրեմն վերջ։ Այս իշխանությունը համահունչ է այս ժողովրդի իղձերին, ցանկություններին եւ տեսակին։ Եվ հետեւաբար ինքը վերընտրվելու է, որտեղ չկա բողոքի ընդհանրապես որևէ դրսևոր։ Overkill չի, այսինքն գերակատարում չի ինչ առումով։ Շատ պարզ առումով, որ գոյություն ունի մի սկզբունք, իմիջիայլոց սա թուրքական, էթում եւ ադրբեջանական քաղաքական գծի հատկանիշներից մեկն է, որ կիրառում է նաեւ այս ռեժիմը, բնականաբար լինելով այդ դաշտում։ Դա, եթե ինչ-որ մի բան պիտի անես, շատ լավ պլանավորում ես, շատ լավ նախապատրաստում ես եւ անգամ եթե գիտես վստահաբար դրա արդյունքը, դու միևնույն է բոլոր հնարավոր տեղերից փակում ես դրա չլինելու ճանապարհների հնարավորությունն անգամ։ Հետևաբար լայնամասշտաբ ձևով հաց եւ ներկայացումներով կերակրում են, ընդ որում հացը հանել են մեջտեղից, բայց այս ժողովուրդը անգամ առանց հաց միայն ներկայացումներով էլ է բավարարվում։ Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով դատական նիստին հրապարակվել են մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես քննարկվել է Արցախի պաշտպանության բանակի գոյամարտ հաղորդաշարը, փաստաթղթերից մեկն էլ վերաբերել է Կռունկ կոմիտե հասարակական քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը։ Հրապարակվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 16-ին է։ Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավականու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9։ Դրանք են Հայրենիք կուսակցությունը, Հաղթանակ կուսակցությունների դաշինքը, Կազմում առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական, Ժառանգություն, ազգային առաջընթաց, Հանրապետություն, համահայկական ճակատ կուսակցությունները։ Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված կուսակցություններին հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում վիճակահանությամբ։
Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են արել Մերձավանում, պահանջելով, որ Մերձավանի նախկին համայնքապետ Ախտոյանն ու հարազատները հեռանան համայնքից։ Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, լրագրողների հետ զրույցում ասել է մերձավանցի մի կին։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանն ու նրա ընկեր քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը Արծրուն Գալստյանը։ Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից ակտիվ գործողություններ է ակնկալում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Հուսով եմ, որ Թրամփը կկիրառի արևելքի վրա փորձարկված այն նույն ճնշման մեխանիզմը եւ ավելի ուժգին, որպեսզի ստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, նշել է քաղաքական գործիչը։ Հոկտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ լավ զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Ավելի վաղ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները 2 օրվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Դորին Ռեչյանը հրաժարվել է Մոլդովայի նոր կառավարության վարչապետի պաշտոնից, հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդը։ Հանրապետության վարչապետի թեկնածուն Ռեչյանի փոխարեն հայտնի կդառնա նախագահի հետ խորհրդակցություններից հետո։ Մոսկվան հույս ունի, որ Թրամփի Գազայի հարցով ծրագրի շրջանակներում բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք մեծ հույս ունենք, որ այն ամենը, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, կիրականացվի, ասել է Լավրովը արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, վերջինս նշանակվել է ոստիկանության գավառի բաժնի պետ։ Դեպի ՌԴ բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի վարորդներ բողոքի ակցիային իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իշխանություններից Ռուսաստանի Դաշնության հետ բանակցել ու փոփոխել իրենց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու թույլատրելի ժամկետները։ Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է Stratus։ Stratus շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է, խռպոտությունը։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում, տարեցներ, ուղեկցող հիվանդություններ։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է, սակայն շարունակում է շրջանառվել օմիկրոն ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կմասնակցի Գազայի հատվածին նվիրված գագաթնաժողովին, որը նախատեսված է Եգիպտոսում երկուշաբթի օրը հոկտեմբերի 13-ին։ Հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կմասնակցի Շարմ էլ-Շեյխում կայանալի գագաթնաժողովին, ասել է նա։ Ֆրանսիան հատուկ դեր կխաղա Պաղեստինի ինքնավարության հետ հարաբերություններում Գազայի կառավարման հարցում երկուշաբթի օրը հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան հատուկ տեղ կզբաղեցնի Պաղեստինյան ինքնավարության կողքին ապահովելու համար, որ այն ստանա իր բաժինը եւ որ իր բարեփոխումները նախագծի ապագայի համար։ Եվ այս առումով մեր առաջարկած խաղաղության ծրագիրը եւ նախագահ Աբասի միաժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի եւ վարչապետ Մուհամմեդ բին Սալմանի եւ իմ հետ անցկացրած բանակցությունները կարևոր տարրեր են, որոնց վրա մենք կշարունակենք աշխատել, ասել է նա լրագրողներին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայր քաղաքում Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովին ժամանելուց հետո։
Իսրայելը հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան խորհրդարանում Թրամփի ընդունելության արարողության ժամանակ ելույթ ունենալիս հայտնում է GBnews.com-ը. Պարոն Թրամփ, դուք ամենաարժանին եք խաղաղության մրցանակին, հետևաբար ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կձգտենք աշխարհի տարբեր երկրներից խորհրդարանների խոսնակների ներգրավել եւ ձեզ հաջորդ տարի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրել, ասել է Իսրայելի խորհրդարանի նախագահ. Աշխարհին շատ Թրամփներ են պետք, հավելել է նա։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ու Բարաշենի բանտում բռնության են ենթարկել։ Այս մասին Արմլուրեյեմին հայտնել են իրավապահ աղբյուրներից։ Ըստ տեղեկությունների Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ու Բարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի կարանտինից հանել տարել են ընդհանուր խոց, նրան խցում բռնության են ենթարկել։ Արդյունքում քրեակատորողական հիմնարկի ղեկավար կազմը հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել են մենախուց։ Քրեակատորողական ծառայությունից չեն մեկնաբանել տեղեկությունները։ Քրեակատորողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։ Հանդիպման ժամանակ նա Թրամփի նվիրել է խաղաղությունը խորհրդանշող ոսկե աղավնին։ Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ El-Sisi-ի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմասնակցեն Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին Գազայի հատվածում հրադադարի հաստատման կապակցությամբ։ Եգիպտոսի առաջնորդը հեռախոսազրույցներ է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, ով այժմ գտնվում է Իսրայելում։ Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում մասնակցելու հրավեր է ստացել 20 երկրների առաջնորդներ։ Հոկտեմբերի 13-ին, սեպտեմբերի 30-ին ըստ հին տոմարի ռուս ուղղափառ եկեղեցին նշում է հայ առաքելական եկեղեցու հիմնադիր եւ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակության օրը։ Այս ամսաթիվը ոչ միայն հիշատակի տուրք է մեծ սրբին, այլև Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին միավորող հոգևոր եւ մշակութային խորը կապերի կարևոր խորհրդանիշ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատմության մեջ հիշվում է որպես մարդ, որի հավատքն ու հերոսական գործերը հանգեցրին պատմական իրադարձության։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուն։ Սա Հայաստանը դարձրեց աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, ընդմիշտ սահմանելով նրա մշակութային եւ քաղաքակրթական ուղին։ Նրա ժառանգությունը տարածվել է երկրի սահմաններից էլ այն կողմ, դառնալով ողջ քրիստոնեական աշխարհի հոգևոր սեփականության մի մասը։ Սուրբ Գրիգորի տոնը հատուկ հնչեղություն ունի Ռուսաստանում, որտեղ նրա անձը եւ հերոսական գործերը մեծարվում են ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալների կողմից։ Սրբի պաշտամունքը Ռուսաստանում խորը պատմական արմատներ ունի։ Այսօրվա եկեղեցական տոնակատարությունը ռուսական եկեղեցիներում ընդգծում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ուղղափառ եղբայրությունը հիմնված է ոչ թե ժամանակավոր քաղաքական հանգամանքների, այլ համատեղ դարավոր հավատքի, փոխադարձ հարգանքի եւ հարուստ մշակութային ավանդույթի ամուր հիմքի վրա։ Ռուս-հայկական հոգևոր կապերի զարգացումը նոր թափ ստացավ 2021 թվականին Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու թեմի հիմնադրմամբ։ Հայաստանում կա ռուս ուղղափառ եկեղեցու 8 տաճար, այդ թվում ծխական, վանական եւ ռազմական տաճարներ։ Եկեղեցական առաջնորդների միջև կանոնավոր հանդիպումները վկայում են ամրապնդվող կապերի մասին։ 2025 թվականի սեպտեմբերին Պատրիարք Կիրիլը Աստանայում հանդիպեց Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, իսկ նույն թվականի մարտին ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը միտրոպոլիտ Անտոնիի գլխավորությամբ այցելեց Էջմիածին, Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպելու։ Եղանակը առաջիկա օրերին։ Մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 14-ից 17-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։